Շարունակում ենք մեր ծրագիրը, բարի լույս ևս մեկ անգամ բոլորին եւ արդեն տաղավարում ես ունեմ հյուր, իսկ իմ հյուրն է գրող Ասատուր Հակոբյանը, հայ ընթերցողների դատին է հանձնել վերջերս քոր եկող հոգին գիրքը։ Բարի առավոտ Ասատուր։ Բարի Ոնց ենք։ Շատ լավ։ Արդեն երկրորդ անգամ եք մեր տաղավարում եւ ներկայացնում եմ երկրորդ գիրքը։ Մի փոքր խոսենք նախ առաջի գրքի ֆիդբեքից, որովհետև երբ որ այստեղ խոսում եւ ներկայացնում ենք, բավականին այսպես մեծ հետաքրքրություն կար ընթերցողից։ Հետո արդեն անցնենք հաջորդ գրքին։ Առաջին գիրքը նախ շնորհակալություն հրավերքի համար, բարի ողջույն բոլորիդ։ Առաջին գրքի ֆիդբեքը շատ լավ է եղել, ասեմ, որ այդ ողջավորությունը, որ ստիպեց, որ երկրորդ անպայման այսքան արագ բերեմ, հենց առաջի գրքի ֆիդբեքներ, սպասումները շատ էին։ Կապեր ունեի տեղի ընթերցողների հետ, միշտ ասում էին, գրեթե պահանջում, որ սպասում ենք երկրորդին։ Առաջինի ժամանակ խոսել էի, որ առաջինի մեջ կերպարներ կան, որ վերապրեսնելու եմ երկրորդ գրքում, բայց արդեն երկրորդ գիրքը գրել էի ու առանձին պատմություններ, առհասարակ պատմություններ տարբեր, դեռ գալու է երրորդ չորրորդի մեջ այդ կերպարները կհայտնվեն կապրեն, բայց երկրորդ գիրքը առհասարակ ուրիշ բանի մասին է, ուրիշ պատմություն է։ Ինչի մասին է երկրորդ գիրքը։ Այստեղ կոչվում է քոր եկող հոգին։ Հետաքրքիր վերնագիր է, գիտեք։ Մենք միշտ լսել ենք հոգին երգում է, հոգին տխրում է, բայց որ քոր գա հոգին, դա անհանգստության նշան է։ Անհանգստության նշան է, խուճապի նշան է անգամ։ Ձերքի ափակոր գալու նման մի բան է քորում ես, բայց ոչ մի օգուտ չի։ Ո՞վ է գալիս որ ձախ։ Նայած հիմա հարցը արդեն հասկանալի է, որ հարցը ինքը նորից հոգեբանական շերտերում է, հոգեբանական հիմքերի վրա է դրված։ Ամբողջ պատմության հիմքը սիրո ուժն է, սիրային ընդհանուր հաշվով որ նայում ենք, գալիս ենք վերջում հասկանում ենք ինչ է կատարվում, հասկանում ենք, որ ինքը իրենից սիրային արկած է ներկայացնում, բայց ուղղակի ասել այսօր սեր, սիրոց խոսել առանց հասկանալու, առանց փորփրել, քանդելու իմ հիմքերը առանց քանդելու հասկանալու թե ինչ է նշանակում, դա նույնն է ինչ որ ասենք արևը լուսնից տաք է կամ սարերը լճերից բարձր, այդ ամենի խորքում լուրջ մտորումներ են ընկած, վերջին հաշվով ինչ է սերը Սուրեն ջան, սերը հոգու ներդաշնակություն է։ Այսինքն մենք որ լուրջ ուսումնասիրում ենք, ոչ թե մենք սիրում ենք դիմացինին, այլ դիմացինը ինչ որ մեզ հասցնում է զգացողությունը, որ մենք մեր մեջ ապրում ենք, մենք մեր զգացողությունն ենք սիրում։ Այսինքն եկել եմ նրան, որ զգացողության կարևորությունը այնքան կարևոր է, որ մարդիկ պատրաստ են անգամ մահվան հետ ճակատ կռիվ տալ ու առհասարակ ոչ մի բանի առաջ չհանձնվել։ Ու ճիշտ է, մեր մեջ այդ ամենը կատարվում, բայց հարկավոր է կայծ, ու այդ կայծ այդ անտառ հրկիզող, անտառի հրդեհ առաջացնող կայծը հենց դիմացինն է, հենց մյուսն է։ Ու այս ամենը այդ փոքրիկ կայծից կարճելու, կախվելու մեր ուժն է ու համառության մասին է։ Ինչի են հանդիպում հերոսները գրքում։ Գիրքը ոնց որ առաջինը առեղծվածի լուրջ թանձր վարակույրի հետևում է գտնվում։ Մի բան ասել, որ ինչ որ գրքից սպոյլ չանենք, մի փոքր դժվար է։ Հերոսները բախվում են իրենց անմտությունների ու այդ անմտություններից լուրջ իրադարձություններ, լուրջ փոթորիկներ առաջացրած փոթորկի հենց աչքում, կենտրոնում։ Ու այսօր մի պարզ իրականություն կա, շատ հաճախ հենց մեր սխալներն են մեզ հասցնում այնտեղ, որտեղ մենք պետք է հասնենք։ Այդ ամենը բերում է նրան, որ իրենք հայտնվում են իրենց գերազանցող մի աշխարհում ու իրենց ճիշտ դրսևորմամբ իրենց գերազանցող աշխարհը ոչ միայն կարողանում են հաղթել, այլ սանձում են, թամբում ու հենց այդ ալիքով սորֆինգ անելով դուրս գալիս այդ ամենի միջից։ Ասատուր, ինձ հետաքրքիր է, հա, ինչպես է անում գրողը, որ միտքը ու պատմությունը հաջորդ գրքում չկրկնվի, որովհետև շատ դժվար է, որովհետև այդ ամբողջը անընդհատ եռում է քո գլխում, հա, դու ստեղծագործում ես, պատմում ես, կապում ես իրար կերպարներին, տալիս ես հետո հանգուցալուծում, ավարտվեց, տպագրվեց, հանձնվեց ընթերցողի դատին։ Հաջորդ գրքի սյուժեն, հաջորդ գրքի հերոսները, հաջորդ գրքի իրադարձությունները, ինչպես է կանոն, որ այդ ամեն ինչը չի դառնում նրա շարունակությունը կամ հենց, ջրեմ, կրկնվի պատմությունը։ Դրանք դեռ հարցեր են, որ ես ինձ դեռ շարունակում եմ Սուրեն ջան, այսինքն այսօր ինչ ճանաչողները բոլորը գիտեն, թե ես ինչ տքնաջան, գրեթե քրտնաջան եմ աշխատում ի վրա, իմ տեսակի վրա, ոնց անեմ, որ երեք վարածը չկրկնեմ, որ հանկարծ չկրկնվեմ, մյուսի ասածը չասեմ, մյուսի ասած ասելուց պարտադիր խոստովանեմ, որ մյուսի ասածն եմ կրկնում, որ մտքի գողություն չլինի եւ այլն։ Կա այդ ամենը։ Հիմա ես քեզ ասեմ, ոնց է արվել այս պահին, դա կնշանակի պատմեմ քեզ կյանքիցս մոտ 20-25 տարի։ Այդ ամեն ինչը աշխատանքի հետևանք է։ Հիմա ինչպես արդեն առիթ ունեցել ենք խոսելու, մտքերը գալիս են, մտքերը սավառնում են,
մի հատ բարձ ճշմարտություն կա այսօր, որ մարդիկ կան, որ կարողանում են երկրներ աշխարհի մի հատված կառավարել, բայց իրենք իրենց կառավարումը դեռ չգիտեն։ Ես այսօր հասել եմ այդ բախտավորության, դրան կարողացել եմ հասնել, որ իմ գործելակերպի մեխանիզմը արդեն տիրապետում եմ։ Ես գիտեմ, որ այդ մտքերը սավառնում են, տարբեր են մյուսներից, ու էլ չեմ անհանգստանում, ինչպես առաջին գիրքս գրելուց, ոնց անեմ, որ ճիշտ համակարգեմ եւ այլն, բա որ չստացվի, դրանք հարցեր են, որ բնականon ձևով մեզ տալիս ենք։ Հիմա ես արդեն իմ գործելու մեխանիզմը գիտեմ, որ նստեմ, արդեն բավական հենց նստում եմ, այդ կենտրոնացումը գալիս է, անկախ ինձանից։ Այսօր մեր ողջ կյանքն այն, ինչ որ արևի տակ թափարող խոշոր ցույցի նման մի բան է, բավական է կանգնացնես, արդեն վառում է, բայց անընդհատ շարժելուց ոչ մի բան, ու նույնն է ֆոտոապարատը կարող ենք անընդհատ շարժել, բայց որպեսի որակով նկար ստանանք, պիտի մի պա ստաբիլիզացնենք, կանգնացնենք, որ այդ հարցերը լուծենք։ Ինչն է առաջին է ծնվում՝ սյուժեն թե կերպարները։ Սյուժեն։ Սյուժեն ծնվում է, բայց դրանք իրարից չդիսոցացվող բաներ են, չեն կարողանում առանձնացնել, որովհետև այսօր մի սյուժե չի կարող ծնվել, այնքան ժամանակ չի կարող ծնվել, քանի ես չեմ ծնել իմ մեջ մի կերպար, որի շուրջ այդ ամենը կարող էր կառուցվել։ Այսինքն ես կերպարը պարզ կա, հստակ կա, իր արձագանքները իր միջավայրի շուրջ, իրեն շրջապատող աշխարհի շուրջ ու դրանից ծնվող մնացած հանգամանքները։ Ասեցի սյուժեն, բայց երևի սխալ ասեցի, ըստ երևույթին միաժամանակ են։ Ինչ տարիքային ընթերցողի համար է նախատեսված գիրքը, ովքեր կկարդան ու կընկալեն այն ամենը, ինչ որ այստեղ գրված է։ Կոնկրետ այս պարագայում բոլոր տարիքների համար է, բոլոր նրանց, ովքեր կարող են արդեն կարդալ եւ միտք մարսել իրենց տարիքի երիտասարդությունից կախված։ Դրա մեջ հետաքրքիր մի բախ կա, մոտեցում կա, որպիսի հերոսներից պատասխան արձագանք իրենց միջավայրին շրջապատող աշխարհին հասկանալի լինի, ես գնացել եմ իրենց մանկություն ու դպրոցից տարի առ տարի իրենց աճելով բերել եմ նրան, որ ինչպես եղավ, ինչից այդ ամեն ինչը արմատավորվեց ու հասավ հենց այս պահին։ Այսինքն մեջը դպրոցական պահեր կան, որ հենց դպրոցականներից սկսած բոլորին կհետաքրքրի։ Ապրում եք Ֆրանսիայում, հետաքրքիր է, հա, ինչպես են ընկալում այնտեղ ընկերները այն բաները, որը դուք ներկայացնում եք, այս ձեր գրքերը, ձեր մտքերը, որովհետև բնականաբար ապրել այնտեղ, ապրել մեկ այլ մշակույթի մեջ, սա լրիվ ուրիշ է, ինչ էստեղ Հայաստանում, հա, ինչպես են կարդում ձեր գիրքը, ինչ են ակնկալում, ինչ են սպասում եւ արդյոք իրենց սպասումներն արդարացվում են։ Ես որ սպասումներին նոր մի բան գրեմ, դա կլինի ինչ-որ գովազդային պատվերների պես մի բան, ես ճիշտ ասած մյուսների սպասումներին համար մի քիչ եմ անհանգստանում։ Առօրյա կյանքում ընկերներ կլինեն սպասումներ կան, որ իրենց օգնության ձեռք մեկնեմ, դա ուրիշ բան է, բայց որ իրենք իրենց սպասումները իմ միտքը թելադրեն, ես դա բացառում եմ պարզապես։ Ես գրում եմ այն, ինչ մտքովս անցնում է, ինչպես իմ աշխարհը պատկերացնում եմ, ու որ ճիշտն ասեմ, Սուրեն ջան, որ եթե հասել է Հայաստան, եթե ֆրանսիացի ընթերցողի այդ ընդունում է այդ ողջավորությունը չլիներ, ես ինքս ինձ կասեի միգուցե չստացված է, այդ դեպքում կվարանեի բերեի Հայաստան ու թարգմանեի հայերեն։ Հիմա այդ ինչի եմ ասում, իմ համար ավելի կարևոր է, որովհետև ֆրանսիացի ընթերցողը եթե ասի, գիտես, չի ընդունվում, կասեմ միգուցե մշակութային տարբերություն կա, իսկ հայ ընթերցողը որ չընդունի, մի տեսակ հարված է։ Դրա համար իմ համար ավելի բարդ էր Հայաստան բերելը, հայ ընթերցողի կարծիքը ավելի մեծ նշանակություն ուներ, քան ֆրանսիացի։ Ու մեկտեղ, եթե ֆրանսիացին չընդուներ, արդեն չէի խիզախի բերեի այստեղ։ Շատ լավ, արդեն կայացել է, հա, գրքի շնորհանդեսը այստեղ Հայաստանում։ Ինձ հետաքրքիր է ինչ կարծիքներ կան, ովքեր էին ներկա եւ ինչ արձագանքներ ստացաք։ Ի տարբերություն արդեն շատ ողջևոյ չէր, ի տարբերություն առաջին անգամվան, այս անգամ սրահի կեսը մոտ 253 հոգի, 300 հոգի մարդ կար։ Սրահի կեսը արդեն նախորդ գրքի սիրահարներն էին, երկրպագուներն էին, որոնց իդեպ չէի սպասում, ես պարզապես ընկերական շրջապատն էի սպասում, տենց հանկարծակի եկա, տեսա որ ահագին կարդացողներ կան։ Երկրորդ գիրքը առաջինի նման արդեն մարդիկ կարդացել են, ոմանք անգամ մի օրում ուշ քնելով, գնահատականները նորից բարձր են, բայց ելի եմ ասում, ինձանից ասել եմ, տեսակ ինքնագովեստ է լինում, դրա համար խոսափեմ մի քիչ հատ խոսել։ Հաջորդ գրքի միտքը կա արդեն, սյուժեն կա, պատմությունը։ Երրորդ գիրքս արդեն գրել եմ, ավարտել եմ։ Արդեն ավարտել, երբ է նախատեսվում։ Երրորդ գիրքս ավարտվել է, հանձնել եմ ֆրանսիացի հրատարակչական տների դատին։ Արդեն առիթ ունեցել եմ ուրիշ արտակներից ասելու, Ֆրանսիայում ադմինիստրատիվ հարցը շատ ծանր է, շատ դանդաղ է ամեն ինչ առաջ ընթանում։ 6 ամսից մի տարի է քաշում, մինչև քեզ պատասխան են տալիս, արդյոք մեր հրատարակչական տան ստիլին մոտ է թե ոչ, ու քանի դեռ այդ պատասխանը չի գալիս, ես հիմա որ գնամ, արդեն զուգահեռ սկսելու եմ թարգմանել, որովհետև գիտեմ երրորդը պիտի ներկայացնեմ։ Գրքերը տպվում են այնտեղ։ Հա, ֆրանսերենով, պարտադիր, միշտ ֆրանսերեն, հետո հայերեն։ Կարող է փոխվել ընթացքում, բայց ասպահին Իսկ ֆրանսիացի ընթերցողներին հենց ֆրանսերեն լեզվով ընթերցողներից ունեք ֆիդբեքեր։ Ահա, անպայման։
Հենց քիչ առաջ դրանից էի խոսում, որ ֆրանսիացի ընթերցողը եթե այդ ֆիդբեքը չաներ, չողքեվորեր ինձ, ես չէի համարձակվի վերեի Հայաստան ներկայացնել։ Պատմությունները հայկական են, լոկալ են, թե պատմությունները չունեն տեղանք, չունեն ազգություն։ Չունեն տեղանք, չունեն ազգություն, բայց իմ հայ լինելու նշանը մեր վրան մեծ է, դաջվածքը պարտադիր կա։ Ահա։ Շատ լավ, ինչ եք ակնկալում արդեն ձեր ընթերցողներից, որովհետև գիտեք ոնց է, երբ որ սովորում ես հեղինակին, դու անընդհատ սպասում ես նրա հաջորդ գրքին, հա։ Ինչպիսին են ձեր ընթերցողները, ինչ հարցադրումներ են նրանցից ավելի շատ գալիս ձեզ։ Հարցադրումներ կոնկրետ չեն գալիս, հարցերը լինում են այն տեսակով, թե երբ կլինի հաջորդը։ Ես ինչ ակնկալում եմ իմ ընթերցողից, դա ինձանից մի տեսակ ու մի ժանր չսպասելն է։ Ես այսօր ափսոս եմ համարում, որ մարդիկ ինչ որ փոքրանում են ինչ որ տեսակի մեջ, ես այս եմ անում եւ վերջ, չէ, մենք շատ ավելի տարբեր բաներ կարող ենք անել։ Վառ օրինակը երկրորդ գիրքն է, որ առաջինը առհասարակ կապ չունի, ինչ որ ոճական նմանություններ կան, պատմությունը, կերպարները, ծավալվող աշխարհը առհասարակ արմատականորեն տարբեր է։ Իրոք ամենամեծ սպասելիքս դա այն է, որ ամեն անգամ չասենք, գիտես, նախորդի շարունակությունն է լինելու, հիմա սպասենք, ամեն անգամ տարբեր բաներ սպասենք, որ ընթերցողս ինձ օգնի մեծանալ, որ ինձ չմցնի մի հատ փոքրիկ արգրիկի մեջ, ասի պիտի այստեղ ապրես եւ վերջ։ Էկրանավորումը գրքերի, պատկերացնում եք։ Պատկերացնում եմ, այդ ուղղությամբ աշխատում եմ։ Իդեպ իմ գրածները շատ տեսողական են, ֆիլմի համար լավ սցենար։ Սցենարիստը կամ ռեժիսորը ինչ որ հատուկ աշխատանք չունի անելու, որ այդ ամենը վերցամի, վերարտադրի։ Շատ լավ, դուք ինքներդ ինչ եք կարծում։ Ես ինքս ասել եմ, ես կլասիկայի մեծ սիրահար եմ, Թումանյանի մեծ սիրահար եմ, ֆրանսիացի գրողների մեծ սիրահար եմ։ Գիտե որ անգլիացիներից ավելի շատ Ջեք Լոնդոնին եմ հակված, առիթ չեմ ունեցել խոսելու, իդ հոգեբանական ծավալումները Ջեք Լոնդոնի մոտս շատ եմ հավանում, հիմնականում կլասիկա։ Շատ լավ, երբ որ նախաձեռնում եք գրքի, հա, այդ process-ին գրելու, այդ ընթացքում ինչ որ բան կարդում եք, թե միայն կենտրոնացումը մտքերի վրա է, որոնք հենց ձերը պիտի լինեն։ Որ ամենայն անկեղծությամբ ասեմ, անցած անգամ էլ ես արտակից նույն բանն ասել եմ, այս վերջերս հատուկ նպատակային ձևով չեմ կարդում, որ ազդեցության տակ չընկնեմ։ Իմ համար սարսափելի կլինի, որ անգիտակցաբար բացահայտեմ ինչ որ մեկի խոսքը, ինչ որ մոտս նշмарվել է, գրել եմ, իմը վերարտադրելով, հաճախ մոռանում ենք, հա, մենք կանատապավորվում մեր մեջ, մեզ թվում է մերն է, բայց իրականում մերը չի։ Շատ լավ, ասած ուզում եմ ձեզ նվիրել Սարգոն Սպիտակ չոր գինին, կարծում եմ հիանալի համադրություն կլինի, ընթերցանություն, Սպիտակ գինի, հրաշալի երևանյան երեկոներ, իդեպ տաք աշուն, որը շատ այսպես հետաքրքիր ու ջերմ է բոլորիս համար, այնպես որ Իջևանի այս գինի Սարգոնը թողեցի ձեզ, եւ ուզում եմ ձեզ նվիրել բացիկ, որտեվ ես գիտեմ, որ հատկապես Եվրոպայում, Ֆրանսիայում բացիկների մշակույթը շատ այսպես արդիական է եւ յուրաքանչյուրն բացիկներ է նվիրում։ Այստեղ ֆենոմենն անում է կանում, որ բացիկներում ներառված են սիրված երգերից ֆրազներ, հա։ Լավ, քանի որ ամանոր է մոտենում, եւ դուք այդ օրերին լինելու եք Փարիզում, չէ, Ֆրանսիայում։ Ես ուզում եմ ձեզ նվիրել ամանորյա բացիկ, որպեսզի հենց տոնական տրամադրության միջապես գա եւ այստեղ իհարկե Yellow Heart-ի երգից խոսքերն են սեր ու բարություն, մի քիչ հոգատարություն, մի քիչ էլ հանգստություն, շատ բան չեմ ուզում։ Իսկ մնացածն արդեն ինքներդ կավելացնեք բացիկի ներսում, արև բացիկը ձեզ համար թող էմոցիաները փոխանցի։ Շնորհակալ ենք ձեզ եւ կսպասենք արդեն հաջորդ անգամ նորից Հայաստան ու նոր գրքով։ Շնորհակալություն։ Հիմա կարճ դադար կլինի, հետո արդեն կվերադառնանք ու կշարունակենք մեր ծրագիրը։